Հանրապետության նախագահի, վարչապետի եւ ազգային ժողովի նախագահի արարողակարգային ծախսերը համարվելու են պետական գաղտնիք, իսկ դրանց համար իրականացվող գնումներն էլ կլինեն փակ։ Այս փոփոխությունը ներառված էր գնումների մասին օրենքի նախագծում, որն այսօր խորհրդարանը վերջնականապես ընդունեց առանց դեմ ձայների։ Կողմ 78, դեմ չունենք, ձեռնպատ 14 որոշումն ընդունվել է։ Եթե գործող օրենքով գաղտնիք պարունակող գնումներ էին համարվում միայն ռազմական ոլորտի ձեռքբերումները, ապա այժմ գաղտնիք կլինեն նաև Սերժ Սարգսյանի, Կարեն Կարապետյանի եւ Գալուստ Սահակյանի արարողակարգային, կեցության, սննդի եւ տրանսպորտային սպասարկման ծախսերը։ Փոփոխության պատճառը երկրի կարևորագույն պաշտոնյաների անվտանգությունն է, երեք խորհրդարանում հայտարարեց նախագիծը ներկայացնող ֆինանսների նախարար Վարդան Արամյանը։ Այս առաջարկի մասով եւս մեկ անգամ նայեցինք միջազգային փորձը, սա անվտանգության կարևորագույն նորմ է, հարգելի գործընկերներ, եւ կարծում ենք, որ ճիշտ է, որ դա ներառվի այդ ծախսերը, որոնք որ կապված են այս երեք գլխավոր պաշտոնների բնականոն աշխատանքի ապահովման հետ, մենք այդ գնումները դիտենք որպես պետական գաղտնիք պարունակող գնումներ։ Գնումների փորձագետ, տնտեսագետ Արտակ Մանուկյանը հակադարձում է, սա հետընթաց է, իսկ այս մեխանիզմը տարածված չէ շատ երկրներում։ Հատուկ են երկրներ կան, որտեղ նման մոտեցումած է լինում, ասեմ ավելի, որ արդի համակարգերին բոլորը գնում են դեպի թափանցիկությունը, որտեղ հասկանում են, որ դա առաջինը բխում է պետական բյուջեի արդյունավետության բարձրացումից եւ նաեւ հասարակություն, իշխանություն, վստահության բարձրացման տեսանկյունից։ Այն զսպաշապի կամ հակակշիռ հանդիսացող մեխանիզմները, որոնք որ կան իրենց բերված միջազգային փորձ ու երկրներում, բացակայում են Հայաստանի Հանրապետությունում։ Ինչը նշանակում է, որ սա լրացիչ կոռուպցիոն ռիսկեր, նաեւ կոռուպցիայի հնարավորության տեղիք է տալու։ Երրորդ ընթերցմամբ քվեարկությունից առաջ ի պատասխան ընդդիմադիր պատգամավոր Արամ Մանուկյանի հարցի առաջարկի հեղինակ հանրապետական պատգամավոր Վարդան Այվազյանն ասաց, որ հաշվետվություններ այդ փակ գնումների վերաբերյալ լինելու են։ Խոսքը վերաբերում է գնումների մասին, արարողակարգի գնումները իրականացվում է փակ մասով։ Միայն արարողակարգի։ Արարողակարգի ծախսերի մրցույթները, գնումները ոչ թե հաշվետվություն հետագայում բյուջեում հաշվետվություն է տալիս, տեսնում ես ինչքան ծախս է եղած, զուտ արարողակարգի, որ ռեստորանում պետք է հաց ուտեն, որտեղ պետք է անեն, այդ երեք մարմինների ղեկավարները փակ գաղտնի։ Գնումների մասին դա ճիշտ է, հետագայում եթե բան լինի, ես տեղյակ կպահեմ, այդտեղ որևէ բան ես չեմ տեսնում։ Հետին թվով հրապարակված հիմնավորումները լուրջ չեն լինելու, կարծում է գնումների փորձագետը։ Ուսումնասիրողի համար կարևոր է արդյոք այդ ֆիրմային, որտեղ որ հաստատել է կապով կապակցվածություն, արդյոք գները դրանք շուկայական, հա, այսինքն ոչ միայն մրցույթի ընթացակարգ, այսինքն մրցակցային պայմանագրի շնորհման գործընթացի մասով դեռ եթե ինչ-որ առումով կարելի է հիմնավորումներ գտնել, բայց դրա վերջնական պայմանագրի կնքման մասով դա թափանցիկ չդարձնել, որևէ հիմնավորում իմ կարծիքով չունի։ Ըստ օրենքի պետական գաղտնիք են համարվում այն տեղեկությունները, որոնց տարածումը կարող է ծանր հետևանքներ առաջացնել Հայաստանի Հանրապետության անվտանգության համար։ Եթե այսօր ընդունված օրենքը գործեր 1 տարի առաջ, հայտնի չէր դառնա օրինակ այն, որ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի համար իրականացվող հատուկ չվերթների վրա 1 տարում ծախսվել է ավելի քան 84 միլիոն դրամ։ Կառավարությունը նույնատիպ փոփոխության նախագիծ էր ներկայացրել 2 տարի առաջ, սակայն արժանանալով լուրջ քննադատության առաջարկը խորհրդարանում առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո այդպես էլ օրենքի ուժ չէր ստացել։ Գնումների ոլորտում մասնագիտացած տնտեսագետ Աշոտ Խուրշուդյանի խոսքով գաղտնի ընթացակարգը խնդիր ունի թաքցնել իրականացվող թանկարժեք գնումները։ Իշխանության սպասարկող այդ օղակը Հայաստանում ամենաոչ հաշվետու օղակն է եւ այնտեղ եւ կոռուպցիոն գործարքներ լիքը կան, չափից շատ կա։ Այդ ընկերությունները Հայաստանում վայելում են ավելի շատ անձեռնմխելիություններ, քան քաղաքական ուժերը բոլոր իրար հետ գումարած։ Նոր օրենքը ուժի մեջ կմտնի մոտ 2 ամսից։ Շնորհակալություն, պարոն նախարար, կարող եք զբաղեցնել ձեր տեղը։